Հիմա ինչ վերաբերում է առաջի քայլերը։ Նայեք, մենք բավական բարդ տարածաշրջանում ենք ապրում եւ ես ուղղակի համոզված եմ, որ այս տարածաշրջանում կամ դու պետք է գործոն լինես, կամ բրիտանացիք լավ բան են ասում, եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես։ Հիմա կամ մենյուում ենք լինելու, կամ մենք ֆակտոր պիտի լինենք։ Գործոն լինելու համար մենք պետք է ունենանք մարտունակ բանակ։ Հիմա այդ մարտունակ բանակ ունենալու համար նաև մենք պետք է ունենանք ռազմաքաղաքական դաշնակիցներ։ Մենք այն երկիրը Չինաստանը չենք եւ Ռուսաստանը չենք։ Այս հարցերը պետք է շատ արագ վերականգնվեն։ Եթե մենք սա չվերականգնեցինք, մենք ասեմ, մենք մենյուի մեջ ենք լինելու այս տարածաշրջանում եւ յուրաքանչյուր անկայուն իրավիճակ այս տարածաշրջանում մեզ համար մեծ ռիսկեր է ստեղծելու, շատ մեծ ռիսկեր է ստեղծելու եւ գայթակղությունը Ադրբեջանի համար շատ մեծ է լինելու, այս միակ Սյունիքը վերցնենք եւ վտանգը կա եւ Սյունիքի հետ կապված եւ Սևանի մի կտորի հետ կապված։ Մենք սա ենք ուզում։ Ընտրությունների ժամանակ 21 թվականին ինձ շատ էին հարցնում, բայց քանի տարի է պետք բանակը վերականգնելու համար։ Ես ասում եմ 3-5 տարի։ Արդեն 4 անցել է։ Ինչ որ բան արվում է, չեմ տեսնում։ Չեմ տեսնում։ Երբ որ ինձ ասում են, որ Հնդկաստանից բան են առնում, հրետան են առնում կամ ինչ որ հրթին են առնում, իմ մոտ հարց առաջանում, հետո ոնց է զինամթերքով դա ապահովել։ Եվ բան են առնում, որը չեն կարողանում բերել։ Ոնց։ Մի բան ստեղից, մի բան մի տեղից, մի ուրիշ տեղից ու ամենից այդ արխիվը գիտեք ինչն է։ Եթե հիշում եք, sense հրապարակային մեղադրում էին, որ 80-ական թվերի զենքերով էին կռվում։ Ուկրաինայի պատերազմին նայեք։ 60-ական թվերի, 70-ական թվերի, 80-ական թվերի զենքերը ամենից հուսալի զենքերն են, ըստ էության։ Եվ այն ինչ որ մենք նայեք այս պատերազմի ժամանակ մենք պարտվեցինք բաներով, այս բայրակտարների։ Ուկրաինայում նույն ՊՎՕ-ի հնարավորություններով ռուսական երկու շաբաթում բոլոր բայրակտարները խփեցին։ Վերացան։ Բայրակտարի մասին մենակ լսել ենք պատերազմի առաջի 2-3 շաբաթվա ընթացքում։ Որտեւ մեծեր ռադարները բռնում էին, այդ փոքրերը չեն բռնում ռադարները, բայց դա մեծեր ռադարները բռնում էին դանդաղաշար 150-160 կիլոմետր/ժ, ցենց միշեներ ՊՎՕ-ի համար։ Այդ ոնց եղավ, խի այդպես եղավ։ Մենք պետք է առաջի 2 շաբաթում բայրակտարները հարցը լուծեինք եւ ավարտեինք։ Ոնց եղավ։ Այ պատճառներից մեկը նա է, որ ասում է, որտեղ բանակը կլուբնիչնի ռեֆորմների process-ի մեջ էր։ Ուրեմն այդ ՊՎՕ-ն չաշխատեց, խի չաշխատեց։ Խի ամբողջ օդը չփակեցին, որտեղ ՊՎՕ-ի պատվերը, որ պետքա բերեին, այդ պատվերը փոխել են, առել են սուեր, որոնք ընդհանրապես չեն օգտագործել, բայց լավ սելֆիներ են արել այդ սուերի ֆոնի վրա։ Հիմա սա պետքա սրա մասին խոսալ, թե պետք չի։ Հիմա գնում են բան 155 մմ-անոց հրետանիներ։ 155-ի այդ կալիբրը, ասենց ասեմ, ուղղակի դուք մտեք մի հատ Google արեք կամ chat GPT-ով մի հատ հարցրեք, թե ինչ արժի մի հատ բանը։ Մի հատ սնարադը ինչ արժի։ 4-5 $1000։ Մի պահ գինը թռել էր այս պատերազմի համար, թռել էր մինչև 7-8 000։ Ամենից էժանը 3000։ Դուք ո՞նց եք պատկերացնում, այդ ինչքան պիտի բերեք եւ հետո այդ ո՞նց պիտի բերեք։ Ձևն էլ չկա բերելու։ Կամ բաներ կա որ անում են մարդիկ։ Մեկ-մեկ քեզ հարց է տալիս։ Այս մարդիկ ընդհանրապես մտածում են, թե այդ մտածելու ընդունակությունը չունեն։ Հետո ո՞նց եք այդ հարցերը լուծելու։ Մի բան Ինդիայից, մի բան Ֆրանսիայից, ինչ որ մի անկեղծ ասած չեմ հասկանում։ Դրա սպասարկումը ով է լինելու։ Ուկրաինայի պատերազմը ցույց է տվել, որ այդ Ցեզար Կոչեցյալը, որը Ֆրանսիային պատվիրել էր, լավ հրետանի է,
չափազանց նուրբ։ Մարտական այդ վիճակում վերանորոգել հնարավոր չի։ Հենց մի քիչ հարկից դուրս է գալիս, տանում են չգիտես ուր, վերանորոգման համար բերում։ Այդ բազան դուք ստեղծում եք, թե չեք ստեղծում։ Չեն ստեղծում։ Ույս ինչ որ մի բյուջե կա, այդ բյուջեն երևի պիտի ծախսեն, թե ինչ են ծախսում, ով առնում, ոնց առնում, ես հիմա հարցը հետևյալն է։ Մարտոնակ բանակ, ռազմաքաղաքական դաշնակիցներ, որոնց հետ հարաբերությունները ուղղակի պետք է վերանորոգել, եւ իհարկե տնտեսական զարգացության բանը։ Ինձ մտահոգում է, որ այս վերջի տարիների ընթացքում ընդհանրապես ներդրում չկա Հայաստանում։ Օտարերկրյա ներդրում գրեթե չկա։ Ինչու ասա, խի է այսպես։ Լիքը բաներ են բացել, ինչ որ գործարաններ, ոչ մեկը չաշխատեց։ Պարզվեց, որ գործարաններ չի եղել, ուղղակի PR նկարվելու համար ինչ որ բան էին բացում, ոչինչ բան չաշխատեց։ Հիմա կամ մենք դառնում ենք զուտ սպասարկող երկիր, սպասարկման ոլորտ, այդ սպասարկման ոլորտն էլ մի լիմիտ ունի։ Դու ծով չունես, բան չունես, այդ լիմիտը ինչ որ դու այդ հակեցնում ես այդ լիմիտը եւ արդյունաբերությունը որևէ տեղ, որևէ մի քայլ չի արվել արդյունաբերական ինչ որ հնարավորությունների զարգացման համար։ Հիմա իմ բանը սա է, սա պիտի փոխվի, ես նույնիսկ չեմ կարող ասել, ցենց առաջի քայլը որը պիտի լինի։ Առաջի քայլը անվտանգության հարցն է։ Եթե դու անվտանգության հարցը չես լուծում, բոլոր մյուս հարցերը ռիսկային են դառնում։